Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մամուլում շրջանառվում է, որ Երևանին հարակից շրջաններում արցախցիների համար բնակապահովման ծրագիրը թարմացում է ունենալու, այսինքն 3 միլիոնանոց գոտուց դառնալու է 4 միլիոն։ Սպասելի էր, ես կարծում եմ, ինչքան ժամանակները մոտենան, կարող է 4-ը նաև 5 դառնալ, բայց սա այն խայզն է, որ փորձում են արցախցիներին ներկայացնել, մենք ամեն ինչ անելու ենք, որ դուք Հայաստանում ապրեք, դա այդպես չէ։ Սա նախընտրական շրջանում սպասելի քայլ էր նրանց կողմից եւ ցավոք սրտի տեսնում ենք կադրերում, որ կան արցախցիներ, ովքեր չեմ ուզում մեկնաբանել, բայց ցավ է պատճառում նրանց ելույթը, երբ որ տեսնում ենք ինչպես են խոսում Նիկոլ Փաշինյանի հետ։ Շատ ծանր, ես կառաջարկեմ ձեզ աշխատանքային ժամերին լինել այստեղ եւ տեսնել ինչպեսի հայրենակիցներ ենք ունենում այստեղ եւ այս հնարավորությունն օգտագործելով ցանկանամ հիմնադրամի մասին շատ փոքր անդրադարձ կատարեմ, երբ որ ես պետնախարարի պաշտոնը ստանձնեցի, բոլորդ գիտեք, որ պետական բյուջեն սառեցված էր եւ որպես այլընտրանք իմ կողմից ստեղծվեց Արցախ իմ սրտում բարեգործական հիմնադրամը, հասկանալով, որ այսօր որևիցե բան չենք կարող անել, գոնե դրանով փորձենք արցախցիների հոգսերը որոշակի թեթևացնել եւ կոչ եմ արել նախագահներին, բարերարներին, ընդհանուր նաեւ արցախցի գործարարների եւ նախկին պաշտոնյաների հույս ունենալով, որ որոշակի աջակցություն կլինի, ինչը պատրաստ եմ եղել թափանցիկ, ինչը նաեւ արել եմ թափանցիկ ներկայացնել իրենց նվիրատվությունները ում են ուղղվել։ Ցավոք սրտի պետք է ասեմ, որ սպասելիքները չարդարացան, մեծ գումար չէ 30 միլիոնը, ինչը կարողացել ենք ուղղել մոտ 400 ընտանիքների, առաջիկայում նաև շարունակելու ենք այս աշխատանքը, իհարկե ինքներս հասկանում ենք, որ նման հարթակով չենք կարող գլոբալ հարցեր լուծել, բայց փորձել ենք առաջին հերթին զոհվածների ընտանիքներին, օնկոլոգիական հիվանդություն ունեցող անձանց, պայթունից զոհվածներին, այսպեսի խոցելի խմբերին որոշակի օժանդակություն տրամադրել։ Սա է եղել, բայց ես վստահ եմ, որ ամեն ինչ կփոխվի, եթե հունիսի 8-ին Հայաստանում ունենանք նոր իշխանություն, վստահ եմ, որ արցախցիների համար նպաստավոր պայմաններ եւ ամենակարևորը արժանապատիվ հնարավորություններ կստեղծվեն արժանապատիվ ապրելու եւ ամենակարևորը միջազգային հարթակներում կխոսենք մեր իրավունքի պատմամշակութային ժառանգությունների պահպանման մասին եւ ոչ միայն պահպանման, այլ պայքարելու մասին։